Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանը որոշել է նախարարություններին զրկել բոլոր լծակներից, նրանց թողնելով միայն օրենք գրելու գործառույթը։ Ըստ այդ աղբյուրների Տիգրան Սարգսյանը որոշել է տարբեր նախարարությունների ենթակայության տակ աշխատող տեսչական մարմինները միավորել մեկ կառույցում եւ անմիջապես ենթարկեցնել իրեն։ Հիշեցնենք, որ համանման մի բարեփոխում Տիգրան Սարգսյանը ժամանակին արեց պետգնումների համակարգում, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերը ոչ թե նվազեցին, այլ կենտրոնացան իր իսկ ձեռքում, որից էլ այդքան շատ դժգոհում էր Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարության նիստում։ Այս կառավարության աշխատանքը Տիգրան շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական։ Մենք 4 տարի քեզ հետ խոսում ենք այս թեմաներով, 4 տարի ուղիղ։ Բայց process-ները շարունակվում են, գնում են, 6 ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի։ Գոնե տեխնիկական խնդիրները կարող ենք լուծել։ Կանոնակարգերը կարող ենք գրել։ Հետո գնալ են մարդկանց հետևից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալ են մարդկանց հետևից, ովքեր, չգիտեմ, այսպես ասած, մատակարարներից պարտքեր են վերցնում, գնալ են մարդկանց հետևից, ովքեր իրանց քեռու տղային են բերում տենդերում հաղթեցնում, չգիտեմ, կրկնակի ավել գներով։ Այդ փնթի վերաբերմունք է, փնթի։ Այսպիսով, օրեր առաջ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված հորդորը ազատել Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապանքներից կարծես թե տեղ է հասնում եւ կոռուպցիոն ռիսկերի ապակենտրոնացված վիճակը կառավարությունում կարող է սկսել աշխատել մեկ պատուհանի սկզբունքով։